Ողջույն բարեկամներ, բոլորս լավված սպասում ենք մարտի 31-ի առավոտյան, որ տեսնեինք գիշերը մաֆիան ում էր սպանել։ Պարզվում է մաֆիան ինքնասպան էր եղել եւ ԿՊԵ-ականների մեծ մասը արթնացավ հենց այս դեմքով։ Հենց այս դեմքով արթնացավ եւ հասկացավ, որ իրենք իրոք պարտվել են եւ հույս այլևս գոյություն չունի իրենց համար մեծ քաղաքականության մեջ։ Դա դժվար է իհարկե Գյումրիի քաղաքապետի ընտրությունը համարել մեծ քաղաքականություն, բայց իրենք շատ լավ հասկանում են, որ իրենց քաղաքականության վախճանի հիմքը հենց դրվեց Գյումրիում։ Եվ ոչ միայն Գյումրիում, չմոռանանք նաև Փալաքարի մասին։ Եթե Փալաքարում հաղթանակը, չէ, սենց չասեմ հաղթանակը, պարտությունը ԿՊ-ի 100%-անոց էր, Գյումրիում պարտությունը 100%-անոց չէր, բայց կարողացան հակառակ թևը կարողացավ միավորվել, ի զարմանս ինձ, բայց տեսնենք, միջև չլինի այդ դաշինքը, միջև չգնան, չունենան քաղաքապետի տեխնացու, ես դեռ այդ մասին մի քիչ վերապահումներով կասեմ։ Առայժմ ամեն ինչ գնում է նրան, որ հակառակ թևը կունենա քաղաքապետի իր տեխնացուն եւ ԿՊ-ն կլինի այնտեղ փոքրամասնություն, այսինքն ընդդիմադիրի դերում։ Ամեն դեպքում ուրախալի է, ցանկալի է այս ԿՊ-ին տեսնել այս դեմքով արթնացած, որտեղ իրենք շատ լավ հասկանում են մի բան։ Գյումրիում իրենք չունեն իրենց միջև հիմա ունեցած մի հատ հատիկով եմ ասում, էլի հենց դրան։ Մի հատ խաղաքարտը, դա Նիկոլ Փաշինյանի լկտի անսահմանափակ երևակայության լկտի սուտ խոստումներն էր ու մանիպուլյացիոն տեքստերը։ Չկարողացան օգտագործեն Գյումրիում, որովհետև հասկացան, որ դա արդեն ի վնաս է իրենց աշխատում։ Եվ 7 տարի հետո փաստորեն չաշխատեց այն մեխանիզմը, ինչ աշխատում էր միջև այդ, այսինքն նախկինները որպես վատ օրինակ ցույց տալով, նախկիներին ցույց տալով, մապեցույց անելով վերընտրվել։ Այս անգամ ժողովուրդը նախընտրեց հենց նախկիներին։ Պատկերացնում եք ինչ ողորմելի վիճակում է ամբողջ ԿՊ-ն, որ նույնիսկ այս համատության մեջ ընտրողը ասեց, այն որ նախկիներով միշտ ինձ վախեցնում էր, այլ ես չեմ վախենում։ Պարզվեց քեզանից ավելի վախենալու եւ ստոր գոյություն չունի բնության մեջ։ Եվ այսպես վախճանը կարելի ասել հիմքը դրված է, ինչ ունի ԿՊ-ն այսօր ցույց տալու։ Ոչ մի բան։ Ոչ մի բան։ Ես ասեմ ավելին, այսօր Շտայնմայերը մեր շատ հարգելի Գերմանիայի դեսպանը եղել է Ծիծեռնակաբերդում ու այս ամբողջ ընթացքում կառավարությունից ոչ մեկ իրեն չկա բարձրաստիճան ներկայացուցիչներ, ոչ ԱԺ նախագահ, ոչ նախագահ, ոչ վարչապետ։ Գերմանիայի նախագահն է եկել Հայաստան։ Այդ երեքից ոչ մեկ իր հետ չկա Ծիծեռնակաբերդում։ Երևի հիշում եք, ես համասին ասել եմ, որ Ծիծեռնակաբերդ այցելություն իրենք ի սկզբանե չէին դրել, հանել են կառավարական այս օրակարգից այցելություն դեպի Ծիծեռնակաբերդ։ Շտայնմայերի Ծիծեռնակաբերդը իրականացավ բացառապես մեր հայրենակիցների ջանքերով Գերմանիայում, մասնավորապես հայ ակադեմիականների խորհրդի նախագահ Ազատ Օխտուխանյանի ջանքերով եւ մեր մնացած բոլոր ընկերների, մասնավորապես ուզում եմ անպայման Անուշիկ Հարությունյանին նշել, որովհետև ես ամեն անգամ մոռանում եմ այդ հրաշալի կնոջ անունը նշել, որ մեզ բոլորիս նման ֆիզիկապես գտնվում Հայաստանից դուրս, բայց 24 ժամ շաբաթը 7 օր ապրում է Հայաստանի խնդիրներով։ Շնորհակալություն ձեզ բոլորիդ։ Ի վերջո ձեր կատարածի արդյունքը այսօր երևաց մյուս կողմը նաև, որ Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյանից ոչ մեկ չկա իր հետ։ Կարծես թե բանը պլյուս ստանալու համար Ալիևի եւ Էրդողանի մոտ, որ տեսեք մենք ընդեղ չենք։ Ինքն ինչ ուզում անում է։ Գերմանիայի նախագահն է։ Այսօր Գերմանիան եվրոպական մասում Ամերիկայի ինքնահրաժարականից հետո ինքը դառնալու է թիվ 1 խաղացող։ Եթե միջև հիմա Ֆրանսիան է, ես գիտեմ ախր Գերմանիայի պոտենցիալը։ Գերմանիան հենց սկսում է զինվել, համը դուրս է գալիս։ Հիշում եք, միջև առաջին համաշխարհային պատերազմը եւ ինդուստրիալ հեղափոխությունն էր Գերմանիայում, ինչի վերեց առաջին համաշխարհայինից հետո
Հիտլերի կառավարման ժամանակ, երբ որ էլի ինդուստրիալ բումն էր, ինչի դա բերեց։ Հիմա Ամերիկան դրդում է, որ Գերմանիան եւս դառնա ինդուստրիալ հեղափոխության եւ ռազմական արտադրության գերհզոր երկիր, որ ես չգիտեմ ինչի է բերելու։ Ես չեմ կարծում բերելու է պատերազմի, բայց Գերմանիայի զարգանալը, երբ որ նա որոշում է զարգանալ, անկախացել միշտ հետևանքներ ունենում։ Եվ այսպես, ես չեմ կասկածում, որ իրեմս Գերմանիայում ունենալ ենք մենք շատ հզոր երկիր Եվրոպայում եւ դաշնակից այս ամեն ինչը ցույց է տալի դա այս եւ սան զուգահեռ տեսեք, որ Շտայնմայերը հրապարակել է Արցախի դրոշը հենց իր կայքում։ Սա ի պատասխան բոլոր են չեմ ուզում հայոյեմ դրանց բայց չմարտներին, որ նույնիսկ իր հետ չեն գնացել Ծիծեռնակաբերդ, վախենալով Ալիևից եւ Էրդողանից։ Ինքը Հայաստանում զգացել է ինչպես իր տանը, ասենց ասեմ։ Դուք պատկերացնում եք մեր տան հյուրը Հայաստանում զգում է իրական հայ։ Անենց աջակցություն է ստացել գերմանահայերից, պատկերացնում եք, անենց աջակցություն է ստացել, իմջալոց կան այդ նամակի տակ ստորագրածներ եւ չստորագրածներ, ես խոսք եմ տալիս, այդ ցուցակը ամբողջական ներկայացնեմ, երբ որ դա պատրաստ լինի։ Գաղտնիք չեմ պայելու, ոչ մի բան գաղտնիք չի լինելու, որովհետեւ հետաքրքիր լուստրացիա է գնում նաեւ Սփյուռքում, Սփյուռքի համայնքների մեջ, ովքեր են իրոք Հայաստանի խնդիրներով ապրում, ովքեր ուղղակի դրա տակ հանգանակություններ են անում կամ այն բառով ասած կապիկություն են անում իրականում հայանպաստ եւ հայամետ ոչ մի բան չկա իրաց գործողությունների մեջ, որովհետեւ տեղ-տեղ հանդիպել են, որոնտեղ Ռուսաստանին հանդիմության երանգ կա այդ տեքստի մեջ, պատկերացնում եք։ Ինչ վրա է եկավ Գերմանիայի նախագահը, զգաց Հայաստանում ինչպես իր տանը, արհամարեց բոլորին, նրանք էլ պատկերացնում եք տանտերերը չեն գնացել իդ, ցավով եմ ասում տանտերերը, չեն գնացել իդ Ծիծեռնակաբերդ, որպեսզի հանկարծ բնեկները խոսակցություն չգա, կոպիտ ասած։ Պարտությունը, շուշտ պարտությունը, պատկերացնում եք, այդ մարդիկ նույնիսկ իրենց երկրի մեջ իրենց երկրի տերը չեն։ Իրենց երկրի մեջ ոչ կարողանում են իրենց ճակերտավոր եմ ասում իրենց երկրի մեջ, էլ որտեղ իրենք դեռ վարչապետում նախագահ են, ոչ կարողանում են ընտրություն հաղթել, ոչ կարողում են իրենց օրակարգը թելադրել, իսկ արտասահմանից եկած հյուրը տած ունենա դրանց օրակարգի վրա եւ գնում է Ծիծեռնակաբերդ։ Այսինքն եւ քաղաքական եւ իրական դաշտում ԿՊ գոյություն չունի ու դրա մասին շատ լավ գիտեն արդեն բոլորը, որովհետեւ ասում ես դեմքով են արտնացել։ Հիմա խոսքս ուզում եմ ուղղել ուժայիններին։ Երևի մի քիչ հմուտ ուժայինները արդեն հասկանում են, որ լավը խորտակվել է, ոչ թե խորտակվում է, լավը խորտակվել է։ Իդեպս Փաշինյան Նիկոլի կառավարության կա բուտաֆոր ինչ-որ մի բան, որը ոչ ներքին օրակարգն է կարողանում տիրապետել, այցելություններ, բան, ով ուր գնա, ինչ անի, Արցախի դրոշ, Կոմիտասի թանգարան, ինձ ասացին, որ նախագահը գնալու է նաև Կոմիտասի թանգարան։ Ոչ ներքին քաղաքական կյանքն է կարողանում կառավարի, ոչ ընտրություններում կարողացավ, նույնիսկ այդ աստիճանի ստորագույն խախտումներով, դա մասին իհարկե առանցին խոսանք, բայց լրիվ պրավալ եւ ամենակարևորը, ինչ երբևէ չի կորցրել ոչ մի կուսակցություն առ այսօր Հայաստանը ղեկավարած։ Ոչ մի կուսակցություն ոչ կորցրել է Սերժ Սարգսյան, ոչ Ռոբերտ Քոչարյան, ոչ Լևոն Տեր-Պետրոսյան։ Դրանք մնացել են։ Տեսեք, այսքան տարի անցել է, Լևոն Տեր-Պետրոսյանը մնացել է իր ՀՀՇ-հակի, անզուգական առաջնորդ եւ ոչ մեկ երբևէ նրան չի ասել, դու մի խոսա վնաս ես տալիս։ Քոչարյանը մնացել է իր շրջանակների հանրապետականի անփոխարինելի առաջնորդ, իհարկե Սարգսած, առնվազն գոնե երկու առաջնորդների թույնելուց հետո Սերժ Սարգսյանն էլ ոչ մեկ երբևէ չի ասել, ինչ ես խոսում, դու մի խոսա, որտեղ մեզ վնաս ես տալի։ Եվ այսօրվա քայլարածները մնացել են ամենակարևորին, առանց իրենց խոսիչի, առանց իրենց բարձրախոսի եւ մանիպուլյատորի։ Եթե նույնիսկ այսօր որ նայում ենք Սերժ Սարգսյանի խոսքը լսող կա, էական չի ես ոնց են վերաբերվում, լսող կա, նույնիսկ հարգող կա, Ռոբերտ Քոչարյանին էլի լսող կա, հաշվի առնող կա, Լևոն Տեր-Պետրոսյանն էլ անշուշտ կա,
Փաշինյան Նիկոլին նույնիսկ իրաց թիմակիցները չեն ուզում լսել, ասում են դու մեզ խանգարում ես։ Եվ վերջապես վերադառնանք ձեզ ուժայիններ։ Ձեզանից ենթադրում եմ, որ կան փորձառուներ, որ հասկացել են, որ նավը խորտակված է։ Հիմա տեսեք ձեզ ինչ է մնում անելու։ Քանի դեռ դուք չեք խորտակվել հետները այդ նավի հետ։ Եվ հետագա դատարանում, որպեսզի դուք ինչ որ արդարացումներ ունենաք, դուք արագ պետքա կապիտուլացնեք եւ կալանավորեք Փաշինյան Նիկոլին իր թիմի հետ։ Ես կատակ չեմ անում։ Սրանք արդեն գոյություն չունեն։ Եվ դա դուք տեսաք ոչ քաղաքական դաշտում, ոչ իրական ընտրությունների մեջ։ Կորսեցին արդեն երկու քաղաք։ Կորսեցին խոսնակին։ Կորցրեցին ամենակարևորը վստահությունը, որ իրենք երբևէ կարող են նույնիսկ ինչ որ մի բան ընտրություններում հաղթել։ Էլ չեմ ասում իրենց արժև դրված սահմանադրական փոփոխություններում հաղթել։ Եվ այսպես ինչ է մնում ուժայիններին անեն։ Բանակ, ԱԱԾ, չգիտեմ, քնչական, ոստիկաններ։ Մի քիչ փորձառու եւ ուղեղ ունեցողների մասին է խոսքը։ Այն որ մենակ ինքը ուտում ու ասենք, չգիտեմ, եւ այլն։ Իրաց չի վերաբերում, որտեղ սա իրենք չեն հասկանալու երբևէ։ Ով քաղաքական հոտառություն ունի եւ անցել է որոշակի այս ընթացներում, այս պատմական этаպներով ինքը պետք է հասկանա։ Նավը խորտակված է, ոչ թե խորտակված է, եւ որպեսզի Հայաստանն էլ եւ դուք էլ, ինչու՞ չէ, դուք էլ չխորտակվեք, դուք պետք է կալանավորեք անպայման Փաշինյան Նիկոլին։ Ինչքան հնարավոր է շուտ, որովհետեւ Ադրբեջանը պատրաստվում է ոչ ավել ոչ պակաս հարձակվել մեր վրա, որը մեզանից ամեն գնով թաքցնում են, բայց ստիպված են այսօր ասել, որ գիտեք ինչ, այն կրակոցները փաստուն իրական են եղել։ Խնդրեմ, այդ կրակոցները, որ մի շաբաթ ասում են կրակոց կա, երբ որ այս վիժվածքներն ասում են դա կրակոց չի, իրենք Հայաստանի ուղղությամբ չեն կրակում, դա ասում է Պաշտպանության նախարարը։ Հանցագործ Պաշտպանության նախարարը ասում է կրակոցներ, եթե նույնիսկ կա, դե ժողովուրդը ասում է մեքսեր են կապում, անդադ կրակում են։ Ասում են դա Հայաստանի ուղղությամբ չի կրակվում։ Այսօր արդեն խոստովանում են, որ դե ոնց ասեն, այդ բայսապակին ոնց է կոտրվեց, փամփուշտը ոնց անցել մեջով։ Հայաստանի վրա են կրակում։ Դրանից բացի Ադրբեջանում նյութեր են տարածում, խնդրեմ նայեք։ Ուրեմն նյութեր են տարածում, որ հեսա կարդամ Տաթևիկ Հայրապետյանի գրառումը, որը հետևում է ադրբեջանական լրատվամիջոցներին եւ ժամանակին տեղեկացնում է մեզ ինչ է կատարվում այնտեղ։ Ցավոք իրեն լսող չկա։ Եվ այսպես Ադրբեջանի պետական հեռուստաընկերության ASTV կիրակնօրյա գլխավոր թողարկման ժամանակ հերթական անգամ Հայաստանի Հանրապետության տարածքը ներկայացնում են որպես Արևմտյան Ադրբեջան։ Հաղորդման ժամանակ կադրեր են ցուցադրվում Թալինից ու Ագարակից։ Մտել են Թալին եւ Ագարակ բան են նկարել, պատկերացնում եք։ Խոսվում է գոյություն չունեցող վերադարձի իրավունքի մասին։ Վերջում էլ հաղորդավարը ամփոփում է, որ գալու է օրը եւ կհասնեն Զանգեզուրի միջանցքի բացմանը, քանի որ ուժ են հավաքում այդ օրվա համար եւ շարունակում են պնդել Ադրբեջանը, այսօրվա Հայաստանը դա Ադրբեջանը։ Հիմա ուժայիններ կրակում են, նախապատրաստվում են, այս հարձակումը լինելու է, ոնց ուզում է լինի։ Եվ դուք պետք է հասկանաք, որ Ադրբեջանի այսօրվա պետության դեմ Հայաստանի այսօրվա իշխանությունով դիմադրություն չի կարող լինել։ Որպեսզի Ադրբեջանը առնվազն չհարձակվի, Ադրբեջանը պետք է հասկանա, որ կարող է Հայաստանից դիմադրություն լինի։ Իսկ Հայաստանից կարող է դիմադրություն լինի միայն այն պարագայում, երբ որ Հայաստանի իշխանության ղեկին այլևս չի վախ նստած, չի իր թիմով։ Այլևս Սուրեն Պապիկյան չկա, որ ասի կրակում են, բայց մեր ուղղությամբ չեն կրակում։ Հասկանում եք, հիշում եք, չէ՞ դրան։ Չգիտեմ ուղղակի դա ինչ բառերով ասեմ, հա։ Հիմա ուժայիններ, անելիք չկա ուրիշ։ Չկա Նիկոլ Փաշինյան, ինչ եք անելու դուք։ Ու ով է ձեր հույսը, Պուտինը։ Պուտինը ձեզ երաշխիք չի տալու, ինչքան սա բանին Ասադին տվեց, այնքան էլ ձեզ է տալու։ Ձեր միակ երաշխիքը կարող է լինի հայ մարդը, հայ զինվորականը, Հայաստանի պետությունը, պետականությունը։ Հիմա ոնց ստացվեց Գյումրիում։ Իմիջիայլոց Գյումրիի ընտրություններից ով բողոքում է, որ այնտեղ ժողովուրդը չի հաղթել։ Ես ուզում եմ իրաց ասեմ, այնտեղ պարտվել է ԿՊ-ն։ Իսկ եթե մտահոգ եք, որ ժողովուրդը չի հաղթել, հա,
ձեր ասած պատկերացված ժողովրդից մի հատ ներկայացուցիչ ունենայիք, որ չասեք բոլորը նախկին են կամ ԿՊ ժողովուրդը չի հաղթել։ Մի հատ ներկայացուցիչ ունենայիք, թողին հաղթեր։ Ունիվերսալ, ունիկալ մարդ եք, դուք չեք մասնակցում, բայց ասում եք չեք հաղթել։ Դուք ո՞ս կարող եք հաղթել այնտեղ, որտեղ դուք մասնակցություն չեք ունեցել։ Եթե ձեր համար միևնույն է այդ ընտրությունները, գոնե մի խոսացեք։ Հիմա ինչ եմ ասում։ ԿՊ-ն պարտվել է նույնիսկ նախընտրելի նախկիններ։ Հա, ով են Մարտուն Գրիգորյանով է Վարդանիկի հետ, հասկանում եք, չէ՞ ովքեր են։ Ժողովուրդը նախընտրեց չթույլկանալը, ասենց ասեմ։ Հիմա դուք բոլոր նախկինները, որ այսօր բոլոր ուժայիններում եք, հա, ես ասել եմ, ձեր մեջ նախկին ներկա չկա, բոլոր նախկին եք։ Դուք պետք է հասկանաք, դուք կամ ընտրում եք Գյումրեցու նման չթույլկանալը այդ մակարդակի վրա, ձեր գործունեության մակարդակի վրա, կամ թույլկանալը։ Թույլկանալու պարագայում ձեզ սպասվում է ֆիզիկապես, հասկանում եք։ Ձեզ ով կտա անվտանգություն։ Սիրիայում ով տվեց, ասենք, բնակչությանը անվտանգության, ալևիները կարող էին անվտանգ զգալ, զգացին, իշխանություն էին, չէ՞։ 50 տարի կարծեմ մոտավորապես իշխանություն էին, չէ՞, ալևիները։ Իրանք զգացին, որ իրանք բան են, չէ՞, մի օրվա մեջ պարզվեց թուրքերը մտել են իրենց տներով, իրենց քաղաքներով եւ սպանում են աչուձախ։ Հասկանում եք, չէ՞ որ, ասենք, ընտրությունը շատ չի։ Թուրքանալը դա կոտորածն է։ Փաշինյան Նիկոլին կալանավորել է, այսօր ոչ մի դժվարություն չի ներկայացնում։ Ինքը պարտված քաղաքական եւ իրական դաշտում երևույթ է, որ նույնիսկ իր թիմակիցների համար երևույթ չի։ Եթե դուք հիմա նայեք, ես մի քիչ ուզում առաջ ընկնեմ, այս դեմքը, որի մենք կվերադառնանք դեռ, հələ այս դեմքին նայեք, այս դեմքն ամեն ինչ ասում է։ Անդոնը ինքը հին անառակ է, հին, դեռ Վազգեն Սարգսյանի ժամանակներից եկող։ Ինքը հին անառակ է ու իր դեմքին գրված է, ինքը որ այնքն էլ է այս դեմքով արտնացել։ Այս նույն դեմքն է, ոնց ուզում եք դուք նայեք։ Իրանք հասկանում են, որ իրանք գոյություն չունեն։ Ոչ դու քաղաքական ազդեցություն ունես, ոչ էլ իրական կյանքում։ Ով ես դու ընդհանրապես պետության մեջ։ Եվ ասում եմ ասեմ, այդ ամեն ինչի հիմնավոր է։ Հիմա մենք դրան դեր կանադառնանք, բայց հիմա լսենք դոկտոր Մահը ինչ ասում է առումով։ Ազդարարում երևի նկատի ունենալով, որ ամենաշատ ձայնա ձեր կուսակցությունն է հավաքել 36.2%, քվենե շուրջ 17,000, եթե կլորացնենք, բայց ընդդիմադիր մյուս տեխնացուները ավելի շատ ձայն են հավաքել միասնական լինելու պարագայում Վարդան Ղուկասյան 20.4, Մարտուն Գրիգորյան 15.6, Ռուբեն Մխիթարյան 7.8 եւ Կարեն Սիմոնյան 6.09։ Բանդական Կներեք, ինձելուց ասեմ, որ բոլոր տեխնացուները հայտարարել են, որ ով ուզում է լինի, ԿՊ-ն չի լինելու։ Սա արդեն ԿՊ-ի պարտությունն է։ Էլի կարող են ասել, մեկը ժողովուրդը չի հաղթել, դրանք բոլոր նախկինների ներկայացուցիչներն են, ասեք ժողովուրդ ջան, ԿՊ-ն պարտվել է։ Հիմա սա է կարևորը։ Իսկ եթե ուզում եք ժողովուրդը հաղթել, get մի ներկայացուցիչ, ձեր պատկերացածով եմ ասում, get մի ներկայացուցիչ ունենայիք, որ մասնակցեր, կհաղթեր, թե չէ հաղթեր, ընթացքը ցույց կտար։ Գնանք դրանք չի ասում։ Պատկերացումների տեսակետից նայենք, ապա հաղթանակ չի ակնհայտորեն, որովհետև մենք ավանդաբար քվենե շուրջ 17,000 ուն Գրիգորյան տեսակետից նայենք, ապա Ռուբեն Մխիթարյան 7.8 եւ Կարեն Սիմոնյան 6.09։ Տեսեք, եթե մեր ավանդական պատկերացումների տեսակետից նայենք, ապա հաղթանակ չի ակնհայտորեն, որովհետև մենք ավանդաբար հաղթանակը պատկերացնում ենք որպես 50 պլյուս ավելի, 50-ից ավելի տոկոս եւ մանդատ։ Ոնց որ օրինակ ունենք ազգային ժողովում, շատ համայնքներում եւ այլն։ Բայց եթե նոր ձևավորվող պարլամենտարիզմի տեսանկյունից ենք նայում, պատկերացրեցիք, ասեն նոր ձևավորվող պարլամենտարիզմ կա Հայաստանում։ Դուք գիտեք դրա մասին։ Հիմա միստր Մահը, դոկտոր Մահը որոշել է, որ սա նոր ձևավորվող պարլամենտարիզմ է։ Ես ուզում եմ ուղղակի հասկանամ, եթե դուք 30% լինեիք այսօրվա ԱԺ-ում, ոչ թե 100%, դուք 100% եք։ Դուք ո՞նց եք այս բոլոր դավաճանական օրինագծերը հասկացնելու։ Նոր ձևավորվող պարլամենտարիզմ, այս ձեր ասած նոր ձևավորվող պարլամենտարիզմի պարագայում դուք դառնալու եք ընդդեմ ոչ մի բան, որտեղ դուք արդեն ոչ մի բան եք։
Այս 17000 ձայն պատկերացնում եք ամբողջ Գյումրիում կարողացել են քերել, կեղծել, լույսերը հանգցնելով, գողանալով, լցոնելով, հեսա մենք ամեն ինչ նայելու ենք։ Ընդամենը 17000 ձայն են կարողացել կեղծել։ Ընդամենը։ Եվ նաև համայնքային պարլամենտարիզմի, որտեղ համայնքային Ահա, պարլամենտարիզմը ահա։ կա ոչ միայն ազգային ժողովի մակարդակում, այլև համայնքների, ապա առաջի տեղ ենք ըստ էության գրավել, ունենք մոտավորապես 2.2 անգամ ավելի շատ ձայն, քան 21 թվականի ընտրություններին, ունենք ավելի մեծ մասնակցություն, այո, նաև այդ մասնակիցների աճն էլ է մեր նաև մեր ձայների հաշվին։ Հասկացաք, մասնակիցների քանակի հասնելը մեր իրանց ձայների հաշվին։ Լցոնած ձայների գրանցված չմասնակցող մարդ ասում է, չէ, ես երկու հոգի ենք իմ տան մեջ 10 հատ մարդ է գրանցել հասցեից վրա։ Այդ մասնակիցների քանակն էլ 17000 որ կարողացել են ապահովել եւ որով ավելացել է նաեւ մասնակիցների քանակը, սա էլ է վկայում, չէ՞ դա։ Սա իրանց կեղծած ձայների քանակն է, որ միևնույնն է չի բավականացել, ասենք նույնիսկ 50% ասել, 36%, որը նշանակում է վերջ։ Դուք չեք կարող ձեր ուզածը անեք ինչ որ անեք Երևանում։ Իհարկե, եթե նույնիսկ եմ ասում, միջև քաղաքապետի պաշտոնական նշանակումը հանկարծ ծաղիկ չբուսնի։ Բայց ես արդեն կարծում եմ, որ այդ ծաղկի բուսնելը այդքան հավանական է, որովհետև այսօրվա Շտայնմայերի այցելությունը Արցախի դրոշով առանց պետության առաջի ղեկավարների գլխավորությամբ ուղեկցությամբ ես կասեի, սա քաղաքական մահի արձանագրումն է։ Մենք բոլորս տեսանք ԿՊ-ի քաղաքական մահը նույն օրվա մեջ, մարտի 31, հրաշալի օր էր փաստորեն։ Համերին հոր ծննդյան օրն էր։ Մարտի 31-ին փաստացի մենք բանեցինք, փակեցինք ԿՊ-ի քաղաքական եւ իրական կյանքում մահ։ Հիմա դուք ինչ եք կարծում։ Սա մի բան փոփոխելու է ուժայինների մեջ։ Հուսում եմ, հա, այն խելոքները մի քիչ փորձառուները կսկսեն արդեն մտածել, բայց գնանք առաջ էլ։ Իհարկե լավ կլիներ եւ մենք ամեն ինչ արել ենք եւ անելու ենք այսուհետ։ Այո, անելու ենք։ Յուրաքանչյուր համայնքում եւ ազգային ժողովում 50%-ից ավելի ձայն ստանալու համար։ Ձախողումների պատճառով Գյումրեցին ձեզ քաղաքային ղեկը չտվեց, բան։ Ինքը չի խոսում, որ փառակալում ընդհանրապես պարտվել են։ Ընդհանրապես պարտվել են։ Բայց պարլամենտարիզմի զարգացմանը զուգընթաց եւ քաղաքական համակարգի զարգացմանը զուգընթաց շատ դժվար է լինելու 50%, 50-ից ավել հավաքելը, ինչպես եվրոպական շատ երկրներում։ Ես ասեմ ավելին, ձեր համար անհնարին է լինելու, ընդհանրապես մնալ քաղաքական կյանքում, ձեր համար անհնարին է լինելու, որովհետև դուք չունեք մեծամասնություն, որին կուրորեն, բթորեն, այն անասնական բնազդով ենթարկվում է ուժայինները, դուք ոչ մի բան չունեք, որովհետև եթե ուժերները հանգարց զգացին, որ ձեր իշխանության տակը խարխուլ է, ու արդեն նրանք զգում են, հա, որ այդքան էլ միանշանակ չի իշխանությունը ձեր ձեռքում, դուք ընդամենը, ասենք 30% եք, դուք վերջացած եք։ Մանավանդ ասում եմ Ադրբեջանը պատրաստվում է հարձակման։ Հիմա այս մարդիկ մտածում են, ինչ են անելու իրանք։ Ամեն դեպքում, հա, որտեղ չի կարող մեկը ղեկավարել երկիրը, որը ասենք առավոտյան արթնացել այս դեմքով եւ ամբողջ ԿՊ-ն էլ այս դեմքով է այսօրվանից արդեն ապրում։ Իրանք հասկանում են, չէ՞ որ դա վերջն է։ Հասկանում են, որ չէ, գոյություն չունեն իրանք արդեն։ Նշանակին տեսնենք էլ ինչ ասում է։ Որոնք ունեն զարգացած պարլամենտական համակարգ եւ այնտեղ կոալիցիաներ են ձևավորվում սովորաբար։ Ինչ վերաբերում է ինչու մենք 50+ ավել չկարողացանք ստանալ, մենք 7000 ձայնից 7785 ձայնից 16938 ձայն ենք նորից ստացել եւ դա նաեւ խոսում է նրա մասին, որ ըստ էության քաղաքացիական պայմանագրին հիմա քան 21 թվականին եւ մենք պատկերացեցիք բասան Գյումրեցին հիմա ավելի շատ ավստահում Գյումրեցինն ջան սա ապտակ էր վիրավորան Գյումրեցու նկատմամբ կարծում եմ ավելի շատ ավստահում դրա համար ունեն ընդամենը 36% եւ ամենակարևորը կորցրել են իրանց հիմնական հռետորին գնանք սրան տեսնենք սրա հարցը ոնց ենք լուծելու
Ասում է ծնողների բոլոր հարցերը ստացել են պատասխաններ, 7 ժամ չենք կարող ջուր ծեծել։ Սա է ասում այս դեմքով։ Հասկացաք, չէ՞ ինչի արթնացել այս դեմքով, մենք արդեն խոսացինք։ Ուրեմն բոլոր հարցերը ստացել են հասարակական պատասխաններ, ինքն ասում։ Տարբեր մակարդակներով։ Չի եղել մի հարց, որ պատասխան չի ստացել։ Ուրիշ բան, թե ինչքանով կբավարարի։ Հասկանում եք ոնց են պատասխանել։ Ուրեմն ինչ ուզել ասել են, էլի, իրանց համաձայն են դա պատասխան։ Ուրեմն 44 օրյա պատերազմում անհետ կորած զինծառայողների ծնողների հանդիպումից հետո հայտնեց ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Քոչարյանը։ Մի խոսքով լսենք իրան։ Դե տարբեր տեսակետներ են, ասեմ ձեզ, եթե ջուր ենք ծեծում, արդեն 7 ժամ ջուր ծեծել կլինի, չէ։ Բոլոր հարցերը ստացել են հասարակական պատասխաններ։ Տարբեր մակարդակներ, եթե նայեք ցանկը, Լավ, դե հիմա տեսնենք ինչ են ասում ծնողները։ Իրանք սպեցիալնի տվել են Թուրքին։ Երբ որ հողը ամսի 9-ից եղել է Թուրքինը, դու երեխին 11-ին ինչես տվել Թուրքին, ինչի համար։ Դիդավորյալ տվել են մեր երեխեքին Թուրքին։ Այս տականքը ասում է բոլորը ստացել են հարցերական պատասխաններ։ Ուրիշ բան որ այդ պատասխանը իրաց չի բավարարել։ Պատկերացնում եք ինչ պատասխան է տվել։ Ու սա ասում է 7 ժամ կարող է ջուր ենք ծեծում։ Անդոն, դու պատկերացա, որ գալու է պահ, որ քեզ ուղղակի հանձնելու են այս մարդկանց ձեռքը։ Այն ժամանակ դու կտեսնես ինչ է նշանակում ջուր ծեծել։ Իսկ կարծում եմ ոչ միայն դու տեսնես, նաև կզգաս։ Դիդավորյալ։ Տարել են օկուպացված արդեն տարածքներ։ Այո։ Ամսի 9-ին դրոշը խփած է եղել, դուք ամսի 11-ին տվել եք Թուրքին երեխեքին, ինչի համար։ Մանրներ են ասել։ Տարել են ամսի 11-ին գրավյալ տարածք։ Ու գալիս է եզրահանգման, որ հայի ձեռքով վաճառել են Թուրքին։ Այո։ Այո։ Այո, բոլոր սլիկայությունն ու ստորությունները եղել է հայ ձեռքով։ Բայց դեք թուրքն ա արել էս ամեն ինչը։ Թուրքը կարող է այսքան բան անել։ Պատմության մեջ, ժողովուրդ ջան, լավագույն դասատուն պատմությունն է։ Չկա էպիզոդ, չկա, որ թուրքը կարողացած լինի մի բարձունք գրավել, մի գյուղ գրավել, եթե այդ դարպասները հայերը չեն բացել, եթե հայերը չեն ռմբակոծել իրենց սեփական տարածքները, եթե հայերը իրենց սպանապետի վիզը չեն կտրել։ Թուրքը ինքն իրենով երբեք ամբողջ իր պատմության ընթացքում ոչ մի չի կարողացել հասնել։ Ինչ որ արել է, դա արել է դավաճան հայի անդոնների ձեռքով։ Ես համար եմ ասում անդոն։ Ջուր ծեծել։ Դուք դա կզգաս, կլսես, երբ որ այս ամեն ինչը վերջանա ու դու մնաս առանց քո այսօրվա պաշտպանության։ Եվ այս մարդկանց ձեռը հասնի քեզ։ Ես չեմ դուք եք ինչ ոնց կմտածեք։ Հրամանը կա փեկուս, հենց ամսի 11-ի վրով եմ ասում։ Ժամը 9-ին հրաման ես տալի 4-ին տանում երեխաներին։ 5-6 ժամում քաղաք են գրավում։ Չէ, 5 տարի նույն անորոշ վիճակը։ Տիկին Անահիտ։ Իհարկե ոչ։ Մենք երբ ենք ստացել 4.5 տարի է մենք ոչ ստանում ենք մեր հարցերի պատասխան, ոչ մի բան էլ չէին ասում, ջուր էին ծեծում։ Ուղղակի ջուր էին ծեծում։ Փաստացի բերեցինք դենկաները սխալա, փաստացի բերեցինք, որ բռնի կերպով անհետացածներ կար։ Փաստերով չէ։ Մեկ ամսվա ընթացքում Ոչ մի բան։ Փնթի ես ասեցի, դուք փնթի աշխատողներ եք։ Այդքան մի բան։ Բոլորը փնթիներ են, փնթիներ։ դե տարբեր տեսակետներ են, Փնթի չեն, ժողովուրդ ջան, դուք փնթի շատ մեղ բառ եք ասում, ի՞նչ փնթի։ Սա կազմակերպված հանցավոր խումբ է, ի՞նչ փնթի։ Հարազատներ ջան, սա փնթի չեն։ Շատ sense տրամաբանված ճշգրտությամբ իրենց գործը կատարել են, սա կազմակերպված հանցախումբ է, որ իրականացել է Հայաստանի հանձնումը, այդքան երեխեքի սպանդը Ալիևի օգտին։ Ինչ փնթիություն։ Չէ, հարազատներ ջան, փնթիություն չկա։ Սրանք հանցագործ են ու ասում եմ, այս դեմքը պատահական չէ։ Անդոնի դեմքը հիշում եք իր վստահ։ Հիշում եք։ Այս դեմքը այստեղից է գալիս։
Իրանք արդեն հասկանում են ինչա կատարում։ Ու իրանք գիտեն նաև ինչերում են իրանք մեղավոր։ Սա ընդհանրապես կոռումպացված իշխանության հարց չի։ Սա, չգիտեմ, ոնց ասեմ, ընտրակերծարարություն չի, բյուջեի մսխում չի, դες տնտեսական հանցագործություններ չեն, սա համատարած սպանություն է, սա կազմակերպված մասսայական սպանություն է։ Ես ասում եմ, Նիկոլ Փաշինյանը սերիական մարդասպան է իր ամբողջ թիմով, ամբողջ առանց բացառության իր ուժայինների հետ։ Եվ ինչի համար իրանց նույնիսկ հնարավոր է ներել, այդքան երեխա տանել, սպանել դիտավորյա, դրա համար ով կարող է ներել։ Ով։ Դուք հասկանում եք ինչքան ծնողներ կան, ասես որ չեն գալիս, սիրտ չունեն, սիրտ խոսալու հնարավորություն չունեն, նույնիսկ քաղաքացնելու հնարավորություն չունեն ֆինանսապես, բայց չի նշանակում իրենք սրանց ներել են կամ մոռացել են իրենց երեխեքին, ինչ արեցին։ Իրանց երեխեքին տնից վերցրեցին, տանը թաղեցին ուտել կամ հանձնեցին Ադրբեջանին։ Դիտավորյա։ Այդ երեխեքը չէ որ ծնողներ ունեն, աղբերներ ունեն, ընկերներ ունեն, բարեկամներ ունեն։ Ինչ է լինելու սրանց վիճակը, պատկերացնում եք, հանկարծ ԿՊ չմտածեք, որ որևէ մեկը մոռացել է կամ հաշտվել այդ մտքի հետ։ Այս նորի ինչ բացեցիք, քվեատուփը նոր բացեցիք, փակեցիք։ Հա՞։ Այս պետքա բացվի, հա, դեցա ձևը։ Սպրիվացվի։ Հա, բայց սա կարելի է բացել։ Հա, բա։ Հանել ենք, ինչ չի կարելի։ Քվեաթեշտիկը հանել եք, աղջիկ ջան։ Մեջը բանջը դադարգել Ինչի համար կհասցնեք։ Ասում պետք է բացվի, բա ոնց։ Հենց այս մտության մեջ պետք է քվեատուփը բացվի, բա։ Հետո էլ ասում եմ, տեսնում եք մեր մասնակիցների քանակը ընտրությունների ժամանակ ավարտվել է։ Այս էլ ձեզ չփրկեց Արսեն Թորոսյան, դոկտոր Մահ։ Եվ ճանաչում եք այս երախու ազուն ուրացած Նիկոլ հայող, բայց այսօր Նիկոլի ձեռքից սնվող Գերամ Նազարյանին։ Սենց տեսակների կան։ Վարդանիշի շուրջ միավորվելու կոչեր անելուց առաջ գոնե մի փոքր մտածեք, ասում եմ մի մարդ, որ ամեն ինչ ուրացել է, ամեն ինչ, ամենասրբություններից սկսած, սեփական երախուն մահը, ասիկեն ինքը այսօր ծառայում է սեփական երախուն սպանողին, այս ամենապիղծը, պղծա գույնը, ինքը մարդկանց կոչեր անում, վարդանիշի շուրջ միավորվելուց առաջ մի փոքր մտածեք, ուզում եմ իմանալ ինչքան է ինքը մտածել այդ, որքան է տևել այդ մտածելու պրոցեսը, երբ որ ինքը հասկացել է, որ դե լավ է մեռավ հիմա, կանանց սպանեցին, ինձ հիմա ապրել է պետք, լավ ապրել է պետք, իսկ դրա միակ հնարավոր տարբերակը միանալ այս մարդասպանների բանակին, ուրանալ սեփական երախու անունը եւ մնացած բոլոր սպանվածներին։ Ու այս մարդը բան ունի, ամբիցիա ունի հայտարարություններ անելու։ Շուտով ընկերներ, շուտով։ Իսկ սա Երևանի քաղաքապետարանում է։ Բայ։ Նորմալ է, բա ինչ եք ուզում, եթե մի երկրի հիմնական պատասխանատուն սա է, այս երկրի քաղաքապետարանը ինչ պետք է լինի։ Ժողովուրդ ջան, չմտածեք սա պատահականություն է, չի կարող ուրիշ ձև լինել, ամեն մի ընտանիք, ամեն մի երկիր, ամեն մի հիմնարկ ձեռնարկություն, ամեն մի կոլեկտիվ նմանվում է ինքը իր, ասենց ասեմ, կոկիկությամբ, կարգապահությամբ, պրոդակտիվություն, օգտակար գործողության գործակցի բարձր եւ ցածր լինելով, նմանվում է ուղիղ այդ ընտանիքի հորը կամ այդ կոլեկտիվի ղեկավարին կամ պետության ղեկավարին, հասկանում եք, այս ղեկավար ունեցող բանը, sense վարշապետ ունեցող երկիրը
չի կարող դտես չլինել։ Չի կարող։ Այն Վանեսյան Արտուրը այսօր մի բան էր գրել, բայց ինքը կյանքի մեջ մենակ մի բան է ճիշտ ասել։ Երբ որ դուրս գալուց նկարագրեց Նիկոլ Փաշինյանին, որ ասեց ինքը հախուռն, չտրամաբանված, հա, իրար հակասող հայտարարություններ անող, գործողություններ անող մարդակն։ Դուք պատկերացնում եք, դուք նստել եք մեքենայի քշում, չեք քշում, նստել եք մեքենա, որ ձեզ տեղ ա տանում, դուք հասցեն ասում եք, այդ վարորդը ինչ փողոց տեսում մտնում է։ Ինչ արագության տակ ասես մտնում է, ու ասես հայտնում է, դուք երբևէ տեղ կհասնեք։ Ասում եմ, good luck։ Բայ ճանապարհ, եթե մեկը տես տեղ կհասնի, բայց մեզ ամբողջ 7 տարի մեզ ասում են, սա պարլամենտարիզմ է, մի քաղաքականացրեք։ Հա, դու նախկին ես, դու չար ես, չար նախանձես, դու նախկին ես, դու ռոբական ես, միջև այսօր իմ վիդեոների տակ այդպես բաներ գրող կա։ 7 տարի անցել։ 7 տարի անցել, բայց ես հասկանում եմ բան, տեղեր կա, ես անզոր եմ, ընդհանրապես բժշկությունն է անզոր։ Ոչ թե ես, դա իմ խնդիրը չի։ Բժշկությունն է անզոր, որովհետև ամեն մարդ իր մտավոր ինտելեկտուալ սահմանների տարածքում կարող է տրամաբանել եզրակացություններ անել։ Մարդիկ կա, տես մնացել են պաուզան սեղմած, ասենք 10 տարեկանի վրա, 7 տարեկանի վրա, 2 տարեկանի կամ 17 տարեկանի վրա, պաուզաները սեղմվել է մի ձև։ Իրանց զարգացումը այդտեղ կանգնել է։ Բայց այսօրվա խնդիրները մեր խոսակցական թեմաները, քաղաքական իրավիճակը, հա, վերլուծություն է պահանջում մի քիչ ավելի հասուն, հա, տարիքի համար, ասենք պատկերացեք, հա, այսօր մենք, չգիտեմ, Windows արդեն որ մոդել ենք օգտագործում, բայց դրանք մնացել են Pentium 1-ի մակարդակի վրա։ Ու մենք տալիս ենք այս ինֆորմացիան, ասում ենք դու աշխատացա։ Կախում է։ Կախում է, ասում է ինչու մի բանի վրա, ինչու մի բաներ անել։ Հասկանում եք, այսօր ինչ ասեմ, այն ֆլոպիները հիշում եք երբ փոքր դիսկը։ Այդ տարածքի վրա 250 մեգաբայթ անոց, ասենք, այդ է իրանց հիշողությունը, անալիզ անելու ունակությունը։ Ու դրանց համար սա նորմալ է։ Որովհետև իրենց ընկալումների մեջ սա ընկալելի է։ Սա ընկալելի է, ասենք տեսանելի է։ Կարող է, ինչ ասեմ, մի հարթության վրա են իրանք, էլ իրանց խորտ չեն զգում, նվաստացած չեն զգում, փոքրացած եւ ուշի միլիոնի չեն զգում, էլի ճնշված։ Ասում իջավ հիմա իմ վիդեոների տակ պես բաներ գրող կա։ Եվ այսպես։ Ես հիշեցնեմ ով են սրանք։ Այս գորշ գայլերի այս ժեստով, այս կապիկը, այս է նավակ ճոճողն է, որ երեք պայթած էր Գյումրիում, ու սա ժառանգությունը հասել Նիկոլին Լևոն Տեր-Պետրոսյանից։ Այս մարդիկ պատահական չեն հայտնվել ոչ Լևոն Տեր-Պետրոսյանի կողքը, ոչ Նիկոլ Փաշինյանի կողքը, ոչ հասարակական են, եթե հիշում եք, միջև Նիկոլ Փաշինյանի ծալելը քաղաքական ասպարեզում որպես վարչապետ, մենք կար հասարակական բան չէ, քաղաքացիական հասարակություն ունենք, մենք բավականին ակտիվ եւ որակով իսկ ասեի, եւ դրանք լցված էին բոլոր տեղերը եւ ոչ պատահական, ոչ պատահական։ Okay, հետո հասկացանք ով ինչի համար է լցված։ Այս բոլորը այսպես պարապցրած այս բաներով գորշ գայլերի նշանով հոգեբանությամբ դրա համար ծառայում են, անմնացող ծառայում են Հայաստանի կործանման ծրագրի, որովհետև իրանց ֆունկցիան դա է, իրանց դրա համար են բերել իշխանության։ Սա է, չէ՞ ասում ես բանը, Տոնոյանը ընկերս, հա Տոնոյանին են դրա համար են դրել։ Պատկերացնում եք Սերժիկի փոխնախարարին, մերժած Սերժիկի փոխնախարարին դրեցին նախարար պաշտպանության։ Այն որ ասում են նոր պատերազմ, նոր տարածքներ, հիշում եք այդ կապիկությունը։ Սրանց բոլորին աճեցել են, բերել են, տեղավորել են այս արհավիրքը ստեղծելու համար։ Հիմա վերջացավ։ Time is out։ Ժողովուրդը ակնհայտ հասկանում ամեն ինչ եւ մերժեց իր հնարավոր բոլոր ձևերով։ Հնարավորություն են տվել ընտրություններին Գյումրիում մերժել, նույնիսկ ամբողջ վարչական ռեսուրսները օգտագործելով չկարողացան։ Իսկ բացարձակապես մերժվեցին հենց փառակալում։ Ես վստահ եմ, որ Գյումրիում էլ եթե լիներ մեկ տեխնացու, մեկ, ասենք եթե այս բոլորը հավաքվեին այս Վարդանի կողմանով, մի հոգու դնեին, որ ասենք ոչ մի կոռուպցիոն սկանդալի մեջ խառնված չեղել։ Չգիտեմ, անուն ասեք, իմ համար մեկ ան։ Մեկին դնեին իրանց տեխնացու, բան Սարիգի դեմը։ Սարիգը մաքրով կկրվեր, ասենք, չէր լինի։ Ոնց որ փառակալում կրվեց, էլի։
Այսինքն ինքը հավաքել 70%, ինքը հավաքել 30%։ Կամ չգիտեմ 64-36, էական չի։ Բայց մաքուրով կկրվեր, կասեն հա, տես մեր տեխնացուն, քո տեխնացուց 2 անգամ շատ ազան հավաքել։ Պատկերացնում եք, իսկ հիմա քանի որ դեռ շատ են մասնակիցները, հա դոկտոր Մահա ասում է մենք փաստորեն 2.5 անգամ ավելի շատ ենք հավաքել, քան իրենց, ասենք Վարդանիկը։ Չնայած այդտեղ ինքը հաշվել չգիտի, էլի, որովհետև 2.5 անգամ է, եթե որ դու 36% ես, հա, երբ որ 20% է, դու ընդամենը դա 1.6-ով ես հավել, 2.5 անգամ չես։ Նու տգետ են, ինչ ասեմ։ Տգետ, իրանք փողը չեն հաշվել։ Փողը իրաց մոտ այս վերջերս կշերկով է։ Կշռում են իրանց համար փողը, էլի։ Նույնիսկ ասենք 20%-ի եւ 36%-ի հարաբերությունը չգիտի, էլի։ Որովհետև եթե 20% են հավաքել, դու 2.5 անգամ ես, դու առնվազն պետք է 50% հավաքած լինեիր։ Այ 2.5%-ը 2.5 անգամը 20%-ի համեմատ դա 50%-ն է։ Բայց նույնիսկ եմ ասում, քանի որ անգրագետ, դեբիլ կներեք բառից համար, հա։ Երևույթները կյանքում ոչ մի բան չարած, ոչ մի բան չտեսած, իրանք այդ հարաբերությունների մեջ իսկ Ռոբերտ Անանյան չասես կներեք այդում համա նկատմամբ 2.5%-ով, 2.5 անգամ ավել։ Ոնց 36%-ը սենի 20։ Իսկ էլ չի մաթեմատիկա փաստորեն, նենը ոչ մի բան չասել։ Եվ այլն։ Գնանք Եվրոպա ու ադակ հետ կանք։ Ֆրանսիայում շատ հետաքրքիր բաներ են։ Քանի որ տեսան աշխարհը տեսավ ինչ է կատարվում, երբ որ Պուտինը կարողանում է իր լրտեսների նշանակի ղեկավարի պաշտոնում, հաջորդը պետք է լիներ Մարիա Լեպենը, Պուտինի ընկերուհին Ֆրանսիայում։ Եվ Ֆրանսիայի դատարանը 4 միլիոն եվրոյի չարաշահման մեղադրանքով զրկեց ոչ միայն դատապարտեց, այլև զրկեց ընտրությունների մասնակցելու իրավունքից, որովհետև Թրամփն էլ էր դատապարտված։ Հա, բայց չգիտես ոնց ինքը լինելով հանցագործ, իրան թույլ տվեցի մասնակցի ընտրություններին։ Ես դա չհասկացա իհարկե ոնց եղավ, բայց ստեղ այս պարագայում Ֆրանսիայում ի սկզբանե կանխեցին։ Ի սկզբանե դու հանցագործ ես 4 միլիոն յուրացում եվրոյի, հա, դու չես կարող ընտրությունների մասնակցել։ Եվ այսպես կանխվեց Պուտինի ինտերվենցիան Ֆրանսիայի քաղաքական դաշտում։ Խելոք են։ Տեսեք ինչ է ստացվում։ Ֆրանսիայում կանխարգելեցին Գերմանիան ասելա ես զարգանում եմ, ես զինվում եմ ու ահագին մեծ բյուջե, կարծեմ 3%-ից ավել հնայից բյուջե է հատկացել ռազմական արդյունաբերությանը։ Ես երեք աղջիկս ասում է պատկերացնում մոտավորապես իստում է սա Հուգո Բոսն էլ հայտարարելու է, որ սկսում է մեզ զինվորական համազգեստ կարել։ Կատակ ենք անում մորը։ Ասենք Գերմանիան եթե զինվեց, Գերմանիան պետք է Ռուսաստանը ուղղակի էլ ձեն չանի։ Պարտադիր չի Գերմանիան նորից հարձակվի լիացնանք Չեխիայի վրա, էլ, բայց Ռուսաստանը պետք է ծպտուն չանի։ Մանավանդ որ արդեն ծպտուն անելու բաներ չունի, հեսա դրանել կհասնենք։ Քանի որ Պուտինի ագենտներից ենք խոսում, այստեղ են ամեն ինչ խոսքը խոսքի վրա, գործողությունի վրա անում է այդ տրամաբանության մեջ եւ նորից հայտարարել է, որ Ուկրաինան երբեք ՆԱՏՕ-ի անդամ չի դառնալու։ Չնայած ինքը դուրս է գալի ՆԱՏՕ-ից։ Ինքը դուրս է գալի ՆԱՏՕ-ից։ Իր համար, ասենք, ինչ տարբերություն տեղով կլներ։ Կամ ինքը ոնց կարա մի բան կանխարգելի կամ աչքելի, երբ որ ինքը այդ կառույցի անդամ չի։ Հա, բայց համենայնպես կրկնում է Պուտինի ասածները, որ Ուկրաինան երբեք, ասում է, մեզ գիտեմ, որ Զելենսկին ուզում է դառնալ ՆԱՏՕ-ի անդամ, բայց նա երբեք չի դառնա։ Հա, ու ինքը դա գիտի, ինքը որոշել է, որ Զելենսկին դա գիտի։ Թուրքիայի համար վատ նորություններ։ Թուրքիային էլի ասել են, զրկել են F-35 ստանալու հնարավորությունից։ Ինչքան Էրդողանը իրան պատ է պատատալի, ինչքան գնում է կախվում է Թրամփի ոտքերից մեկը F-35 ինքը չի տեսնելու։ Հունաստանը կունենա, բայց Հունաստան ունի արդեն, Թուրքիան չի ունենա։ Թուրքիայի քաղաքական ընդդիմությունն էլ է բավականին նեղված, իմիջիայլոց պետք է ասեմ, ասում է չհասկացա, այս Էրդողանը երկու շաբաթ սպանում է այդ թուրք ժողովրդին, բայց եվրոպական կառույցները ինչի չեն ձայնանում, չեն աջակցում։ Շիշ կրկնակի ստանդարտները։ Ես կարող եմ հասկանալ ինչի է
Եվ ես նույնիսկ կարող եմ այդ առումով հասկանալ ինչի մեր պարագայում շատ ժամանակ ձեն չեն անում։ Իրանց համար միևնույն է ինչ կկատարվի Թուրքիայում, որովհետև իրանք երբեք չեն համարել Թուրքիան Եվրոպայի մաս։ Թուրքիայում երբեք հնարավոր չի ժողովրդական ռեֆորմներ անցկացնել։ Այդ ժողովուրդը չի ուզում, այդ ժողովուրդը բան անդում, Էրդողան անդում։ Եթե հիմա ուզում է փոխի, թող փոխի։ Ես այդ բանը չեմ էլ ակնկալում երբևէ երբ վաղ որ մեր մոտ մի բան եղավ, երբ որ մեր ժողովրդիների սկսեց այս Ենիչեյների ջոկատը ջարդել, էլի է լինելու, բայց Եվրոպան չի արձագանքում էլի, չի անելու։ Չի անելու, որովհետև գիտեք, այդ ճանապարհը, որ ամեն ժողովուրդ ինքը պետք է անցնի իր ուժերով։ Ինքը իր ուժերով։ Հա, որ հետո հասկանա նախ դա ինչ ձեռքբերում է։ Եթե ժողովուրդը ինքը իր ուժերով չի անցնում, չի հասնում իր նպատակներին, բայց Եվրոպան ում ուժերով է հասել։ Իր չէ, իր կորուստներով, իր քաղաքական գիտակցությամբ։ Իսկ լավագույն ճանապարհը, այո, հենց այդ է, երբ որ ժողովուրդը ինքն է հասունանում այնքան, որ ինքն է այդ հարցերը լուծում։ Հետո ասում է, ես այդ հարցերը լուծել եմ, ուզում եմ ձեր ընտանիքի մի անդամը դառնալ։ Կամ ինձ այս հարցում կարող եք օգնել։ Բայց դու ինչու անպայման մի բան պետք է անես։ Դու ինքդ պետք է անես։ Հիմա այս Թուրքիայի պարագայում է։ Իսկ Թուրքիայում, եթե մեր պարագայում ինչ-որ մի բան կանեն, վստահ եմ, կարող է շատ բաներ չանեն, բայց ինչ-որ մի բան կանեն, որտեղ մեզ դիտարկում են Եվրոպայի մաս։ Մեզ հրավիրում են։ Թուրքիայի պարագայում չեն անելու, որովհետև Թուրքիային ոչ մի ձև չեն դիտարկում, ոչ մի ձև, ոչ մի ֆորմատով չեն դիտարկում որպես Եվրոպայի մաս։ Դուք մեկը նույնն եք մնալու, իրենք հասկացել են ի տարբերություն հայերի, որ թուրքը չի փոխվելու։ Թուրքը իր մեծամասնությամբ չի փոխվելու, ռուսը չի փոխվելու։ Իրանք ոնց եղել են 200 տարի առաջ, նույն վարքագիծն են բան դրսևորում առ այսօր։ Այս լուսավոր 21-րդ դարում նույն վարքագիծն են դրսևորում։ Ես այս պարագայում ոչ մի մեղադրական բան չեմ ուզում ասեմ Եվրոպայում, թե ինչի չեն արձագանքում բանի եվրո։ Իսկ Ուկրաինայում, ի տարբերություն Թուրքիայի, F-16-երը գրողում են ռուսական ուժերի վրա։ Հայկապա։ Շատ լավ է։ Գրենք, ստենք։ Եվ այսպես։ Վերջո, սա Իտալիայի պրեմիեր մինիստրն է։ Կուզեիք ձեր պրեմիեր մինիստրն էլ սենց լիներ, անկեղծ ասեք, էլի, թեսի ավելի լավ է։ Ճիշտ ասեք, չխաբեք։ Գրեք, որն ավելի նախընտրել։ Սա Ջորջիա Մելոնին է, որ խոստովանում է, որ ինքը սկսել է չհասկանալ Թրամփին։ Ծաղել է, չէ՞։ Ինքն էլ հանձնվեց, միակ մարդն էր, որ ինչ որ ձև լոյալ էր Թրամփի նկատմամբ, ասում ես, չեմ ասա, արդեն չեմ հասկանում, գիտեք ինչի։ Որովհետև 25%-անոց տարիքները հասան նաև Ֆերարիին եւ իտալական այլ արտադրողներին, պայուսամասեր արտահանողներին եւ այլն եւ այլն։ Սկսել է ինքն էլ չհասկանալ Թրամփին։ Վայ, Մելոնի ջան, ես պետք է ասեմ, որ մի քիչ ուշ հասավ տեղ, որովհետև ի սկզբանե կարելի էր Թրամփին չհասկանալ եւ ինչ որ որոշակի գործողություններով կանխել այդ ամեն ինչը։ Ես ասեմ ավելի Թրամփին ոչ մեկ չի հասկանում, բացի Իրանից, Պուտինից եւ Նետանյահուից։ Ոչ մեկ ստապ մարդ, մի քիչ քաղաքականությունից հասկացող, ոչ թե քաղաքական, տնտեսությունից նույնիսկ հասկացող, չի հասկանում ինչի է ինքը դիտավորյալ ավիրում պատրաստի մեխանիզմը։ Ով երբևէ արտադրություն է ունեցել, ցանկացած արտադրություն, մեծ, փոքր էական չի։ Ինքը շատ լավ գիտի մի բան։ Քանի աշխատում է, մի ձեռք դուր։ Եթե իհարկե մեծ փոփոխություններ բան չես անելու, հա, upgrade, այսինքն չգիտեմ, չես կատարելագործում։ Քանի աշխատում է, իմաստը ո՞րն է ձեռք տալու։ Իմաստը ո՞րն է աշխատող հոսքագծի փչացնել են, դու չես եկել սարքելու։ Ինչ ես փչացնում, աշխատում է, չէ՞ հոսքագիծը։ Այդ կապերը կա, լոգիստիկան կա, պայմանավորվածությունը կա, շուկան կա, ոչ մի գործարար մարդ պատրաստի աշխատող ես համակարգը չի քանդում։ Առաջին օրվանից, հենց ընտրվեց պրեզիդենտ նախագահ, սկսեց հայտարարություն անել այդ մասով, իմ հարցը միանգամից այդ է։ Քաղաքականը դնում է մի կողմ, քաղաքական ացանցիալ է։ Ինչի է քանդում տնտեսությունը։ Չի կարող քանդված տնտեսության վրա կառուցել լավ քաղաքականություն։ Այն ինչը ասեց ինքը կարծիք ունի Գրենլանդիայի բանի մասին, դա շատերին թվում է քաղաքական է, ոչ։ Եվ որ դու տես հիմարություն ես անում, դա անպայման միանգամից ազդում է տնտեսության ակտիվության վրա։
ընկնում են քո տնտեսական ակտիվները, ընկնում են քո շուկայի հետաքրքրությունները, դու դառնում ես ագրեսիվ։ Եթե դրանից հետո հայտարարում ես տաքսեր, տաքսային պատերազմներ, չգիտեմ ինչ, ընդհանրապես կորցնում ես ամեն ինչ։ Այս ամեն ինչի արդյունքում Ամերիկան, ասեք, երբեք առաջվան էլ չի լինելու։ Ինչքան ուզում ես ցավոտ հնչի սա։ Ամերիկան ամենախոշոր ու հզոր տնտեսությունն է աշխարհում։ Ինքը կորուստներ ունեցել արդեն ու երբեք առաջվանը չի լինելու։ Դա փոխարեն կզարգանան եվրոպական երկրները։ Ֆրանսիան, Գերմանիան, չգիտեմ, Լեհաստանը մեծ շանսեր ունի, Բրիտանիան, ովքեր իրենց զարգացման եւ ռազմական ոլորտի մեջ կսկսեն արդեն փողը ծախսել, դա կբերի նաեւ տնտեսության այլ ճյուղերի ակտիվացմանը։ Դա է։ Ամերիկան երբեք չի լինելու։ Իսկ ինչի արեց այդ ամեն ինչը Թրամփը, Մելոնին այսօր է հասկանում։ Միթե պետքա հարվածը քեզ էլ հասնել այդ գերեզգուի, որ դու հասկանայի, որ իրան չի կարելի հասկանալ։ Այս մարդը դիտավորյալ քանդում է աշխարհակառուցվածքը, վնասում է տնտեսություններին, հարաբերություններին։ Միթե պետքա հասնել ձեր դուրը ծեծեր։ Այսօր ասում եմ, անպայման ուխտը ձեր դրանն էլ չոքի, որ դուք նոր սկսեք մտածել, թե ինչ արեցիք։ Լավ, վերադառնանք մեր խնդիրներին։ Այսօր ես իմացա, որ Մեծն Էդգար Հովհաննիսյանի Անտոնի բալետը, որը նշանակված էր ապրիլի 24-ին, հանել է ներկայացումը։ Ինչ է Անտոնի բալետը։ Դա ցեղասպանության սյուժեներով գրված բալետ է։ Ոչ երկար, կարճ բալետ է, բայց շատ տպավորիչ։ Այս վերջերս է վերականգնում է օպերայի բեմում բավականին մեծ հաջողությամբ։ Ու ըստ լսողների ասում են, այսօրվա հանդիսատեսը այլ ականջներով էր լսում ցեղասպանության մասին բալետը եւ այլ աչքերով էր նայում եւ այլ բաներ աուրա էր կանգնած դալիճում, հա։ Այսօր ոնց որ դա ավելի ակտուալ է, որովհետեւ ես երիտասարդ եմ 17-18 տարեկան, ես հիշում եմ ես օպերայում որ աշխատում եմ, նվագել եմ ես քանի անգամ ես բալետը։ Աշուրջ հրաշալի պահեր ունի, բայց դա ընկալվում էր իմ կողմից, այո, լավ երաժշտություն, այո, էմոցիոնալ, հա, մեր մասին է, բայց այսքան ակտուալ ինքը, որ հենց հիմա դու տեսնում ես, այս ինքը կատարվում քո երկրում, այսինքն ինքը սենց ակտուալ է, ռեալ այսօրվա մասին է։ Եվ այս բալետի ներկայացումը ապրիլի 24-ին դրված ա եղել հանել։ Դե ինչ պետք է անել այս կառավարությունը, ինչ պիտի անել այս կառավարությունը, որը նույնիսկ իր բարձրագույն, բարձրաստիճան հյուրերը չի գնում ծիծեռնակապը։ Այս ուրացողները, ոչ միայն ուրացողները, այլ ցեղասպանություն իրականացնողները, կազմակերպողները, իհարկե պետք է հանած լինեն։ Ինձ ավելի շատ մի բան է, ուրիշ բան է զարմացնում, իրենք ոնց են թույլ տվել, որ սա վերականգնվել է, այս բալետը, որ հետո էլ արկել են։ Ամենայն հավանականությամբ էլի ելնում եմ իրանց բացառիկ տգետության տեսանկյունից, երևի չեն հասկացել, չեն իմացել ինչի մասին է բալետը։ Կամ ով հասկացել է լռել է, այն որ հիմնական թողող չթողնող, երևի չել հասկացել է, մտածել է բալետ է, էլի, բալետ ինչ պետք է, քաղաքական ինչ վնաս պետք է տա բալետ։ Հա, մի բան, որ սովետական միության ժամանակ է գրվել։ Եվ մի խոսքով բալետը վերականգնվել է, երևի նոր են հասկացել ինչի մասին է եւ արկելել են ապրիլի 24-ին այս բալետի ներկայացումը։ Ապրիլի 24-ին բաներ կա, որ պետք է արկելվի, դա Փաշինյան Նիկոլի մուտքն է Ծիծեռնակապերտ։ Ես չգիտեմ ովքեր դրանք կազմակերպեն, ովքեր դրանք կիրականացնեն, բայց ես մի բան տեսնում, եթե Հայաստան մի բան պետք է արկելվի ապրիլի 24-ին, դա ճիպաղի, ցեղասպանի, ուրացողի, դավաճանի, կապիտուլյանտի մուտքն է, մուտքը, այս Ծիծեռնակապերտ։ Գիտեք, իրականում նույնիսկ եթե չհաջողվի իրան սենց կանգնեցնել ու նա ջարդելով բանով դրանք, գիտեք, չէ՞ ոնց են անում, մտնեն, մեկ է դա արդեն խայտարակությունը, մեկ է դա արդեն մեռնելիք է իրանց համար։ Ընդ որում դա միակ բանը չի, որ մեռնելիք է, ես հույսով եմ մինչև 24-ը չի հասնի այս կառավարությունը անշուշտ, բայց պետք է մտածել բոլոր քաղաքական ուժեր, ակտիվներ, չգիտեմ, ովքեր որ կան, որ մտածում են այո, իրան դեռ գնալ տեղին չի, իրանք պետք է արդեն այսօրվանից ինչ-որ մի բան նախաձեռնեն։ Եթե նախաձեռնություն կլինի, ես սիրով այդ ամեն ինչին կոժանդակեմ, կհաղորդեմ դրա մասին, բայց ես ինքս եմ ասում, որ սա պետք է չթողել, այս պիղծը մտնի Ծիծեռնակապերտ։ Իսկ Էդգար Հովհաննիսյանի մասին ինչ ասեմ,
ինքը իմ համար Արամ Խաչատրյանի չափի մեծություն է։ Սա չափազանցություն չի։ Այ եթե Էդգար Հովհաննիսյանը ծնված լիներ Եվրոպայում կամ Մոսկվայում, ոչ միայն մենք խոսենք Էդգար Հովհաննիսյանի մասին, այլ ամբողջ աշխարհը։ Ինքը բացառիկ ունիկալ իրան նման կոմպոզիտոր, իրան նման, ոչ թե ասենք ինձ լավ կամ իրան նման գոյություն չունի աշխարհում։ Ով նվագել է երբևէ Էդգար Հովհաննիսյանի ստեղծագործությունները, երևի երկրորդի ունիկալ գրագետ հարուստ, ոնց որ ասենք Ավետ Տերտերյանը, ինքը ոնց է ոչ մեկին չէ շփոթի, չէ, ոչ մեկի երաժշտությունը Ավետ Տերտերյանի երաժշտությունը չէ շփոթի։ Նույնն է Էդգար Հովհաննիսյանը։ Ափսոս որ իր մասին շատ քիչ են կատարում, շատ քիչ է գրվում, ես չգիտեմ ինչ կա, ինչ նյութեր կա, բայց նույնիսկ երբ որ ես Երևանում էի, ես իմ համերգացանկում իհարկե երբեմն անդրադառնում էի, բայց դա շատ քիչ էր, ես վստահ եմ ավելի քիչ է։ Ափսոս Էդգար Հովհաննիսյանի նման տաղանդ ունենանք ու նրա արածը չգնահատենք։ Իհարկե ինքը միակը չի այս մասով։ Եվ հաղորդման վերջում մենք չենք կարողանում գնահատել, ինչ ուզում եք ասել ժողովուրդ, մենք մեր ունեցածը չենք կարողանում առայժմ գնահատել։ Ես 17 տարեկան եմ Թումա կոնսերվատորիա, Էդգար Հովհաննիսյանը հենց բան էր, ռեկտորն էր այդ ժամանակ։ Ես իմ մոտ նույնիսկ կոմպոզիցիա սովորեի, բայց հետո Հազարով Սարյանի մոտ տեղափոխեցին ինձ։ Ես ուզում եմ հաղորդումը ավարտել սրանով։ Ձեր բոլոր երազանքներն իրականանում են։ Դեռ չեն իրականացել։ Ինչի մասին եք այսօր երազում, մտածում, շատ մեծ ցանկությունն է ձեր սրտի խորքում։ Հյուրը դիրիժոր Լորիս Ճգնավորյանն է։ Ասենք։ Պահած ո՞րն է, եթե կարելի է բարձրաձայնեք։ Ապրել տեսնել միասին։ Ապրել եւ տեսնել միասյալ Հայաստանը։ Պաշտպանամասի սերը։ Այո, պիտի ապրեմ եւ տեսնեմ։ Եվ կտեսնեմ։ Շնորհակալ եմ մայեստրո։ Մերսի։ Եվ կտեսնեմ։ Էդգար Հովհաննիսյան շատ էր կատարում Լորիս Ճգնավորյանը։ Ես հասկանում եմ իր հուզմունքը, որովհետև ով է Լորիս Ճգնավորյանը։ Լորիս Ճգնավորյանը հայկական իրականության մեջ հայտնվեց, երբ որ մենք ամենավարձ շրջանում էինք մեր նորանկախ, ամենավարձ չասեմ, նորանկախ Հայաստանի շրջանում էր, երբ որ ինքը սկսեց ղեկավարել ֆիլհարմոնիկ նվագախումբը։ Ամենավատ տարիներին ոչ մի վայրկյան, ոչ մի օր չկանգնեց նվագախմբի աշխատանքը։ Երբ որ Հայաստանում ոչ մի բան չէր շարժվում, ոչ մի բան, ամեն ինչ կանգնած մեռած էր, ֆիլհարմոնիկն աշխատում էր, դալիճը աշխատում էր, հյուրախաղեր, Հայաստանի դրոշը ծածանել, Հայաստանի դեսպաններ ամբողջ աշխարհում ֆիլհարմոնիկ նվագախումբը, ի շնորհիվ էս մարդու։ Այդ տարիներին էլ ոտով հասավ գումար հավաքելով ոտքով միջև Գյումրի եւ ստեղծեց Գյումրի ակադեմիան, որը հիմա ես չգիտեմ նույնիսկ ինչ է կատարվում Գյումրի ակադեմիայում։ Դա այն ժամանակ պետական մի հաստատություն էր, մնացած պետական հաստատությունների նման լքված, անտեր, որ այս մարդը փող գտավ վերականգնել, կահավորել եւ ստեղծել երաժշտական ակադեմիա Գյումրիում, որ այդ մի քանի դասատու ասենք աշխատանք ունենա, որ մի քանի ուսանող երաժշտությունով զբաղվի, մեծ նշանակություն ուներ Գյումրի ակադեմիան։ Հետո դեռ սկսեցին հիմնադրվել փառատոներ, հիշում եմ, ասեմ վերադարձի, թե մտքից ես թռավ, թե վերածնունդ, ինչ որ մի հատ փառատոն կար, իմ ուսանողներից էլ են դեռ մասնակցել շատ մի քանի անգամ։ Ու ես հասկանում եմ իր հուզմունքը, որովհետև մենք դանով էինք ապրում։ Այդ տարիներին ով կռվել է, աշխատել է, ստեղծագործել է, այս ամեն ինչը, սենց այսօրվա նպատակը սենց դրած, որ այս իմ ամեն ինչ զրկանքները հենց այսօրվա համար է, ու այսօրվա փոխանակ մենք արդյունքները վայելել ենք մեզ ամբողջ արածը, մի ճիվաղ, մի քանի ճիվաղների հետ տալան նվիրեցին ուրիշին, ես հասկանում եմ այս մարդու հուզվածությունը, որովհետև ոնց կարող ասեմ, ինքն էլ է այս ամեն ինչի մասը, որին հեռացեց իմ ջերոց աշխատանքից Լևոնը Տեր-Պետրոսյան, որովհետև 95-96 թվականներին բոլորս հասկացել էինք, որ Լևոնը բոլորիս է դավաճանել,
Եվ ինքն էլ դա հասկացել։ Ու դա մասին արտահայտվում էր։ Դե չներեց համակարգը։ Չներեց համակարգը եւ ինչպես բոլորին դե լավ, ասենք գոնե ընդամենը հանեցին, չէ՞, Լևոն Տեր-Պետրոսյանը այլ միջոցներ ուներ Վանոյի հետ։ Չմոռանաք, որ Վանոն սեփական կիլերների բանակ ուներ, որոնք ոստիկանական շորերով, ոստիկանական համազգեստով, ոստիկանական աշխատավարձով, ոստիկանական մեքենաներով, իրանք ոստիկանության մաս էին, բայց Վանոյի անձնական կիլերներն էին։ Իրանք ասում են գնաց Սվանի նրան, գնաց Սանդերսը։ Հենց Արմեն Տեր-Ավետիսյանն էր կարծեմ դրանց ղեկավարանը։ Ինչ որ է։ Ու Ստալինների հետևից հերվից որ նայում էին, ասում եմ, հիշում եմ այս Ստալինները, այն մարդկանց դեմքերը, որոնք գալիս էին համերգների, այն մարդկանց դեմքերը, որոնք մենք տեսնում էինք հեռուստատեսությունով, բոլորը պատկառելի մարդիկ էին, բացի հրաշականներից։ Հրաշականները դեռ իրենց շրջապատում էին պատկառելի մարդկանցով, որ մի քիչ իրանք բաներ էին։ Չնայած իրաց մեջն էլ կարծեմ, բանը դեռ այդ աստիճան չպղծված, հա, Հենրիկ Իգլիցյանը կար, այլ մտավորականներ կային, որ էլի այդ իշխանության հետ էին, բայց բան էլի պատկառանք էին ներշնչում։ Հիմա նայում եմ, մարդ չկա։ Այդ որ Երևա եւ դու պատկառանք զգաստանաս, ուզենաս լսես, էական չի, համաձայնես թե չէ։ Կարող ես համաձայն չլինել, բայց գոնե լսես, չհամաձայնվելով, դա էլ բան է։ Եթե մեկը կարողանում է խոսալ եւ դու իրան լսես համաձայն չլինելով, նշանակում է այդ խոսածողը արժեք ունի։ Առնվազն գոնե դու զգում ես բանիկ համաձայն չես, բայց քեզ չի խափում։ Նենգաբան էլի, սադիկայաբար չի, ցինիկաբար չի, ցպնում էլի սուտը դեմքիդ։ Այդ մարդ, ես այդ որակն եմ սես նայում, ես կարոտում եմ այդ որակը, ես այդ մարդկանց եմ կարոտում։ Ես այդ շրջաններն եմ կարոտում։ Բայց Սելունսկի ինչ է աղվում է, ով է փոխարինում այսօր դրանց, որ նայում ես ԱԺ ամբիոնին, նայում ես այդ հյուրերին, նայում ես ինչ անկում, մեր պարտությունը տեղից սկսվեց, երբ որ դա փոխանցվեց սրանով, դու ուրիշ բան չես կարող լինել, երբ որ քո տեսածը, քո այդ ծայա գալիս, մտնում եթեր, քաղաքականություն, կենցաղ, բարոյական արժեքների մեջ, դու հասկանում ես, որ դու այստեղ ես արդեն պարտված, մնացածը հետևանքներ է, մնացածը անխուսափելի հետևանքներ է։ Դա համար ես մարդուն ես տարիքում էլ, որ հարցում են, երազանքդ այդքան բան է իրականացել, ինչ ես ուզում։ Հա ամենակարևոր երազանքը չի իրականացել, աղջիկ չէ։ Դա ազատ անկախ հայրենիք ունենալն էր, որ իրան թվում էր, թե ինք ունի, արդեն ինքը ստեղծեց եւ թողեց գնաց, ուղարկեցին չգնացի։ Մեկ էլ հետ են գալիս, տեսնում է, իրանից խխալել են, մեզ բոլորից են խխալել, որտեղ այն ժամանակ մենք դա ունեինք։ Լավ, վատ, մենք դա ունեինք, մեզ նրանից խխալել են դա։ Դի վերականգնենք։ Եվ ասեց, ու պիտի տեսնեմ, ես էլ եմ ասում, պիտի տեսնենք։ Այս նոտայի վրա ուզում ավարտեմ, լավ մնացեք։